Անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին կրճատվել է։ Բանն այն է, որ Իրանում էներգակիրները բավականին էժան են։ Վերջին շրջանում իրանական մանաթը արժեզրկվել է եւ արձանագրվել է ցեմենտի ինքնարժեքի անկում։ Այդ ապրանքը դարձել է հակամրցակցային Հայաստանում ցեմենտ արտադրողների համար։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի 200 պատիկը դարձնել 800 պատիկ։ Այդ կերպ ըստ օրենքի նախագծի հեղինակների հնարավոր կլինի պաշտպանել ներքին արտադրողին։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։ Մենք չենք դիտարկում, որ ցեմենտի գինը պետք է բարձրանա կամ բարձրանա գոնե չենք դիտարկում, որ պետք է բարձրանա 6000 դրամ տարբերությամբ, այլ մենք ենթադրում ենք, որ պետք է այստեղ լինի ինքնարժեքի շահույթի, գեշահույթի կրճատման հաշվին, նաև որպեսզի մեր արտադրողները մրցակցային լինեն, որտեղ մեր արտադրողների գնի բարձրացում չի դիտարկվել, բայց ամեն դեպքում, եթե անգամ դիտարկենք, որ որոշակի գնի բարձրացում լինելու է, գնահատվել է ընդհանուր շինարարության վրա 1 քառակուսի մետրի վրա 1%-ի շրջանակներում գնի բարձրացումը տեղի ունենում։